Նիկոլ Փաշինյանի համար վաղաշաբաթի հաղթանակը ասում են առանցքային նշանակություն ունի, նա թիմին հրահանգել է կյանքի գնով թույլ չտալ, որ վաղաշաբաթում Գյումրի 2 լինի։ Ավելին խոսակցություն կա, որ եթե ԿՊ-ն հաղթի նոյեմբերի 16-ի ընտրություններում, ապա հնարավոր է արտահերթի գնան, մի ոտք շուտ ընտրություն կազմակերպելով։ Այն հույսով, որ անակնկալի կբերի հակառակորդներին եւ հատկապես Սամվել Կարապետյանի թիմին, նրանց զրկելով նախապատրաստվելու հնարավորությունից։ Թերևս սրանով է պայմանավորված, որ իշխող թիմում նախընտրական մթնոլորտ է, անգամ նախընտրական շտաբ են ձևավորել։ Ասել են, որ նախընտրական ցուցակը կազմելու է ԿՊ խորհուրդը։ Խորհրդին կներկայացվի թեկնածուների ընդարձակ ցանկ։ Գաղտնի քվեարկությամբ խորհրդի յուրաքանչյուր անդամ այդ ցանկից մի քանի թեկնածու կընտրի։ Ապա նախնական ցանկը կներկայացվի վարչության հաստատմանը եւ կկազմվի վերջնական ցուցակը։ Վերջին ամիսներին ՆԳՆ-ի գործունեությունից իր դժգոհությունները չի թաքցնում անգամ Նիկոլ Փաշինյանը։ Փարաքարի համայնքապետի սպանության հաջորդ օրվա նրա գրառումը թերևս դրա մասին էր, որ պետք է կանխարգելիչ գործողություններ արվեին։ Կառավարության աղբյուրներից տեղեկացան, որ Արփինե Սարգսյանին արդեն փոխարինող են փնտրում, եւ այս պահին ամենառեալ թեկնածուն քննչական կոմիտեի նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանն է, որին Փաշինյանն անցած դեկտեմբերին SMS-ով ազատեց աշխատանքից խորհրդարանում տեղի ունեցած չարաբաստիկ լսումներից հետո։ Նալբանդյան Աբովյան Արամի փողոցների միջնամասի կառուցապատող 75-ամյա սիրիահայ գործարար Ավետիս Կարագուլյանը հիվանդանոցում է, կոմայի մեջ ծանր վիճակում։ Նա սրտի հետ կապված խնդիրներ ուներ, վերջերս մի քանի ստենտավորում է տարել։ ԱՎՖՄ-ի սեփականատերը մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է անցնում, թերևս դատական պրոցեսներն էլ ազդել են առողջական վիճակի վրա։ Նրա հետ դատական վեճ ունեցող Օլիմպ խանութի սեփականատիրոջ շահերը ներկայացնող Տիգրան Հայրապետյանը մեզ ասաց, որ Կարագուլյանը վերջերս 680 միլիոն դրամ է վճարել 6-ից 7 ուժողի։ Կարագուլյանի պաշտպան Գրիգոր Չապանյանն էլ հաստատեց մեր տեղեկությունը, որ իր պաշտպանյալն այժմ հիվանդանոցում է, սակայն մանրամասներ չհայտնեց, որևէ տվյալ չեմ կարող հայտնել բժշկական գաղտնիք է։ Նախորդին ինքնաթիռից դուրս գալիս Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանին անմիջապես կալանավորելուց հետո նրան տարել է Նուբարաշենքը ԿՀ, որը հայտնի է կլոր Բերտ անունով։ Այս բանտում է պատիժը կրել նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Դավիթ Համբարձումյանը մեկ շաբաթյա կարանտինը կանցկացնի եւ կմնա այնտեղ, թե հետո կտեղափոխեն դժվար է ասել։ Հիշեցնենք, որ Համբարձումյանը դատապարտվել է ազատազրկման 6 տարի 3 ամիս ժամկետով, որը նշված հոդվածի գրեթե առավելագույն պատժաչափն է։ Նա մեղադրվում է 2018 թվականի իշխանապողության մասնակիցների նկատմամբ զենքով բռնություն գործադրելու համար։ Վճիռը հրապարակվելու ժամանակ նա Ռուսաստանում էր, ոմանք կարծում էին այլևս Հայաստան չի վերադառնա, ինչպես քրեական հետապնդման ենթարկվող շատ նախկիններ, սակայն նա վերադարձավ։ Պետական գերատեսչություններից մեկի աշխատակիցը մեզ տեղեկացրեց, որ իրենց այս օրերին պարտադրում են COVID-ի դեմ պատվաստվել։ Պատճառաբանում են, թե համավարակը կրկին տարածում է գտել եւ վտանգ է ներկայացնում։ Սակայն որոշ աշխատակիցներ ըմբոստացել են եւ հրաժարվել պատվաստվելուց, քանի որ Հայաստանում կորոնավիրուսը ըստ առողջապահության նախարարության հայտարարության համարվում է սուր շնչառական հիվանդությունների մեջ ներառված հիվանդություն, ուստի եւ պատվաստումը չի կարող պարտադիր լինել։ Առողջապահության նախարարությունից հրապարակ հետաքրքրվեց, ինչու են որոշ նախարարություններում աշխատակիցներին պարտադրում պատվաստվել եւ որքան է այժմ կորոնավիրուսով արակված քաղաքացիների թիվը։ Նախարարությունից մեզ ասացին. COVID-ը որպես այդպիսին վաղուց ճանաչված է սուր շնչառական վարակների մեջ մտնող հիվանդություն, որևէ ակտիվություն չունենք։ Ունենք սեզոնին բնորոշ սուր շնչառական հիվանդությունների որոշ ակտիվություն, ինչը լրիվ նորմալ է։ Կտրուկ բարձրացում չունենք եւ անընդհատ այս մասով իրազեկում ենք ու հորդորում պատվաստվել գրիպի դեմ։ COVID-ի հետ կապված որևէ գերատեսչության չենք պարտադրել պատվաստվել, որովհետեւ նախ պատվաստումը կամավոր է եւ երկրորդ ցուցված է միայն ռիսկի խմբերին։ Եթե որևէ մեկին պարտադրել են, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ։